Օգոստոսի 2-ից աշխատանքը կսկսի Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովը։ Այդ օրը տեղի կունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքներով, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ, խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 64 մանդատ, Ուժեղ Հայաստան 29 մանդատ եւ Հայաստան 12 մանդատ ընդդիմադիր դաշինքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել 4%-անոց անցողիկ շեմը եւ դուրս է մնացել խորհրդարանից։ Չնայած 7 քաղաքական ուժ նախաձեռնել էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփած արդյունքների վերանայումը եւ պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, մատնանշելով վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների վրա ապօրինի ճնշումների եւ հաշվարկի ընթացքում խախտումները, Սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները որոշել են վերցնել ազգային ժողովի մանդատները եւ խորհրդարանական գործունեությունը համադրել արտախորհրդարանական պայքարի այլ ճանապարհների հետ, իշխանափոխության հասնելու նպատակով։ Ընտրություններից հետո հունիսի 20-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են մի շարք մեղադրանքներով։ Միևնույն ժամանակ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, պարզելու թե քաղաքացիներն ինչ ակնկալիքներ ունեն 9-րդ գումարման ազգային ժողովից։ Ավելի ազգանվեր աշխատանք, ավելի ժողովրդավարական եւ ավելի օրենսդրական աշխատանք։ Ձեր ակնկալիքները թվարկած իշխանությունից թե ընդդիմությունից են։ Երկու կողմից էլ ճիշտ ասած, կուզեմ, որ երկուսն էլ ակտիվ լինեն։ Հույս ունեմ, որ բոլորն իրենց սխալներից կկարողանան քաղել ինչ-որ մի բան ու կարողանան ավելի լավ աշխատել իշա ժողովրդի։ Ժամանակը ցույց կտա։ Թող ամեն ինչ անեն ժողովրդի համար, ես շատ գիտեմ։ Հույսով մեզ խորհրդարանը չի վերընտրվի։ Իշխանությունն է խանգարում մեր հիմիկվա երկրի առաջընթացին։ Իսկ այս կառավարությունը նախորդներից ինչով է տարբերվում։ Իր խոստումներ տալով եւ չկատարելով։ Առանձնապես նոր սպասելիքներ չունեմ։ Բոքսոցի։ Ո՞վում պետք է բոքսի։ Երկուսով իրար։ Բոլորից ակնկալիք ունեմ։ Մենակ իրար հետ չկռվեն։ Ամենակարևորը դա է, որ իրար հետ չկռվեն։ Իրար միշտ չուտեն ու մեկը մեկին լսելով օրենքներ, նորմալ օրենքներ հանեն, երկիրը տանեն առաջ։ Իմ մոտ մենակ դրական ակնկալիքներ են։ Ես տեղի բնակիչ չեմ, հարաբես արտասահմանից եմ ու կցանկանայի, որ ով որ ընտրվի, ով որ գա, հայ լինի, ի օգուտ մեզ լինի։ Անարդար բաներ շատ է կատարվում, ասեմ ձեզ, որով եթե նա ինչ-որ մի հանցագործություն կատարել է, չէ՞, կպնել խոսքի օրինակ 8 տարուց ավելան իշխանություններ, այդ 8 տարի առաջ ինչի չէր անում, հիմա է անում, այդ ինչ եղավ, յանի այս կլոնությունը, այդ ժամանակ, որ ասենք, չգիտեմ, պարոն Ծառուկյանը, ով է, ես չեմ ճանաչում, չգիտեմ, եթե ասենք ինքը վագրակեր է, վագրեր ուտացնում կամ բաներ անում, այդ 8 տարի առաջ ինքը չկար, ինքը կար, ինչի չէր անում, հիմա է անում, գիտեք, այս պաշտոնը, աթոռը զբաղվածնելու, ավելի տենց երկարացնելու, ժողովրդին տանջելու, ժողովրդին նստեմացնելու, ժողովրդին սենց թողել բանի մեջ իր կամահաճույքների կամ ասեն ժողովուրդը ոնց ուզում է բանանի, դա էլ է ինձ թվում է սխալ է։ Չեմ կարծում, որ դա երկար կմնա։ Ինչ որ բան պիտի փոխվի, սենց չի կարողանա։ Եթե Նիկոլը կա, ուրեմն լավ կլինի ամեն ինչը։ Հանրապես քաղաքականության մեջ չկամ, չգիտեմ ով ինչով զբաղվում, սիրում եմ մեր ազգային ժողովը ու բոլորին։ Ներկայիս կառավարությունը բացարձակ իմ սրտով չի, ոչ իրանց գործելակերպը, ոչ իրանց վարվելակերպը, ոչ իրանց գաղափարները ավելի վատն է։ Ես իրականում հնարավոր է, որ ինչ-որ բաներ արվում է հանուն ժողովրդի, հանուն երկրի բարեկեցության, բայց ես դա չեմ տեսնում։ Եվ նաև ապագայում չեմ տեսնում, որ հնարավոր է ավելի լավը դառնա։ Ընդդիմությունից ակնկալիքներ ունեք այդ դեպքում։ Կուզեի, որ ավելի լավը լիներ ընդդիմությունը, սա նաև գալիս է դրանից, որ ընդդիմությունը շատ ավելին կարող է անել, բայց չի անում, կամ կարող է ավելի լավը լինել, որ
ցավոք սրտի այդպեսին չի։ Ձգտում ենք, որ լավ լինի ամեն ինչ, հույս ունենք, որ լավ ալելու։ Ծանոթ չենք, բայց հույս ունենք, որ շատ լավ կլինի։ Ինչ սպասում։ խորթանը հերն էլ անիծեմ, թազինն էլ հետա, հիմն էլ հետա։ Ակնկալում եմ այն, որ նոր ավարտ ուսանողներին, ավելի կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին այնպիսի ծրագրեր կլինեն, որ կկարողանան աշխատել ու ունենալ աշխատանք։ Կարծեմ, որ պետք է լավ լինի ամեն ինչ։ Ես ուզում եմ մենակ, որ մեր երկրի համար ամեն ինչ լավ լինի։ Թե ինչ ակնկալիք ունեմ, ես չգիտեմ, մենակ թե խաղաղ երկիր ունենանք, համերաշխ ապրենք։ Այսօր իշխանությունն է գործում, պետք է իրանցից սպասենք։ Ոչ մի լավ բան։ Ինչ կարողան հնիպես շարունակվելու է ամեն ինչ։ Ես այստեղի բնակիչ չեմ, բայց շատ սպասելիքներ ունեմ։ Ոչ մի ակնկալիք լավ բան։ Միայն լավ է, լավատես։ Ես երկիրը ունի ապրելու արդյոք կա, շատ գոհ եմ։ Ես լավատես եմ, միշտ հավատում եմ, որ լավ բաներ կրելի Հայաստանի համար։ Անկեղծ ասած նոր ոչ մի բան։ Բանը կդժվարանամ, ասեմ ինչ ակնկալիքներ։ Իրանցից չեմ կարող ասեմ ինչ ակնկալի կարելի ունենալ։ Լավ մի բան կլինի էլի։ Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում իրան։ Իշխանական կազմի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, ընդդիմությունն էլ, չգիտեմ, թույլ։ Այս խորհրդարանը նախորդներից ինչով է տարբերվում ըստ ձեզ։ Երևի այդ նախքին կոչվածի բաղադրիչն է մի քիչ լինելու, որտեղ ամեն դեպքում ուժեղ Հայաստանը նոր ուժ են, նոր թարմ դեմքերով, գուցե նաև հետաքրքիր։